Ողջույն հայեր, ողջույն իմ ուժեղ հայրենակիցներ, այսօր հունիսի 3-ն է, իմ ծննդյան օրը։ Շնորհակալություն։ Սովորաբար այս օրը մարդիկ անցկացնում են իրենց ամենամտերիմ հարազատների հետ եւ այդ պատճառով ես այստեղ եմ ձեզ հետ։ Այսօր Հայաստանի Հանրապետության հրապարակում ես ուզում եմ երազանք պահել։ Ես երազում եմ, որ ընդամենը մեկ շաբաթից Հայաստանն արթնանա ուրիշ ձևով, մեր ձևով, ուժեղ, արժանապատիվ և հպարտ։ Թող այսօրը դառնա ոչ միայն իմ ծննդյան, այլև մեր երկրի վերածննդի օրը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստանի Հանրապետության ամենապատասխանատու բեմից ես ուզում եմ խոսել մեկ մարդու հետ, ով վերջին ամիսներին անցել է մեծ դժվարությունների միջով, մարդու հետ, ով պայքարել է, ով եղել է Հայաստանի դատարանում ամենաերիտասարդ քաղաքացին։ Ես ուզում եմ դիմել Հայաստանի ապագա զինվորին, իմ փոքրիկ տղային, Ալեքսանդրին։ Ես պայքարել եմ քեզ համար, երբ դեռ սպասում էի քեզ։ Ես պայքարել եմ քեզ համար, երբ դու ծնվեցիր։ Ես պայքարում եմ քեզ համար, նաև այսօր։ Դու չես մեծանալու մի երկրում, որի վարչապետը վիրավորում է կանանց։ Դու չես մեծանալու մի երկրում, որի վարչապետը պառակտում է ժողովրդին։ Դու չես մեծանալու մի երկրում, որտեղ վարչապետը վարկաբեկում է քաղաքացիներին։ Եվ վերջապես ես խոստանում եմ քեզ, դու չես մեծանալու մի երկրում, որտեղ քո կողքին կապրեն 300,000 ադրբեջանցիները, որովհետև ուժեղ Հայաստանում 300,000 ադրբեջանցի չեն ապրելու։ Քո սերունդը կապրի խաղաղ երկրում, որովհետև մեր հայրենիքում կլինի ոչ թե թղթի վրա նախաստորագրված, այլ երաշխավորված խաղաղություն։ Դու կապրես Սամվել Կարապետյանի ստեղծած ուժեղ Հայաստանում։ Այլևս ոչ մի քաղաքացի իրեն լքված ու անպաշտպան չի զգալու իր սեփական երկրում, որովհետև մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ ոստիկանները ոչ լինելու են ժողովրդի ոստիկանները, ոչ թե Նիկոլի, որովհետև մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ դատավորը արդարության մարդ է, ոչ թե Նիկոլի, որովհետև մենք կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ պատգամավորը ժողովրդի ձայնն է, այլ ոչ թե Նիկոլի։ Սիրելի հայրենակիցներ, ուստի հանուն Հայաստանի Հանրապետության բոլոր երեխաների, հանուն մեր ուժեղ ապագայի, ես երդվում եմ, որ ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը։
փոփոխությունները գալիս են, փոփոխությունները հնարավոր են միայն ուժեղ Հայաստանում եւ ուժեղ Հայաստանի միայն ապագա վարչապետը Սամվել